ՀԱԵԿ-ը հնացած է վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, իսկ դրա ժամկետը անվերջ երկարաձգել հնարավոր չէ։ Ալիևի այս խոսքերին ի պատասխան մեր կառավարության ղեկավարն ասում է, որ շահագործման ժամկետները միջազգային պայմանագրերում են արձանագրված, որոնք կնքվել են վաղուց։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Հայաստանը կարող է եւ արտահանել եւ երբեմն ներկրել նաեւ էլեկտրաէներգիա, այդ թվում Ադրբեջանից։ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է, ինչի մասին ես նախկինում ասել եմ, ինչպես Հայաստանում արևային կայանների եւ կուտակիչ կայանների զարգացում, արևային ռեսուրսներով Հայաստանը ավելի քան առավել քան հարուստ է եւ կուտակիչ կայանների, բայց իհարկե սա չի նշանակում, որ մենք միջազգային առևտրից էլեկտրական էներգիայի դուրս ենք մնալ։ Շարունակելով Ադրբեջանի հետ առևտրի թեման, գործադիրի ղեկավարը համոզված է, որ առաջիկայում դեպի այդ երկիր արտահանումներ կլինեն։ Ապրանքների փոխադարձ առևտրի մասին օրակարգը կա եւ համոզված եմ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան։ Ինչ փուլում են երկաթուղու հետ կապված հարցերը, վարչապետն ասում է, ուզում են բարեկամական լուծում, այնպիսի մի լուծում, որ միմյանց շահերը փոխադարձաբար հասկանան ու ընկալեն։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չի։ Մենք Ռուսաստանի հետ խնդրեմ չունենք։ Մեր խնդրեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող ենք բաց թողենք պատմական հնարավորությունը ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին։ Այս է խնդիրը։ Մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի խնդրեմ չունենք։ Այստեղ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են եւ ըստ էության օգտագործման ծավալի առյուծի բաժինը իրանք են օգտագործում, մենք տեսնում ենք, որ իրանք չեն օգտվում, իրանք ուրիշ տեղեր են փնտրում էլի Հայաստանը շրջանցելու, եւ մենք ասում ենք, ինչ եք շրջանցում Հայաստանը։ Օրեր առաջ ԵԱՏՄ նիստին մասնակցող Փաշինյանն արդեն Հայաստանում է կրկնում, ԵԱՏՄ-ի հետ կապված չի խուսափել որևէ գնահատականից։ Ասում է, ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին իրենք համաձայն չեն։ Մնացածը արդեն ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք այսպես թե այնպես պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք եւ եթե նույնիսկ հիմա 100%-ով բացվեն, այսինքն վերադառնանք այն նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում, որովհետեւ հենց այս ցույց տվեց եւ այսօր կառավարության նիստում ես ասացի, որ դա խնդիր է, երբ որ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են լինել կախված լինել կամ մեծապես կախված լինել մի ուղղակից։ Իսկ բանակում նորից մահ ունենք։ Վարչապետն այս թեմային անդրադառնալով ասել է, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ կլինեն, անհատական պատասխանատվություն է լինելու։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք, այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Ես իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու։ Եվ Արմեն Գրիգորյանի նախ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշման մասին են լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել։ Վարչապետն ասել է, որոշումը ինքն է կայացրել, ավելին աշխատանք է առաջարկել, բայց Արմեն Գրիգորյանը որոշել է դադար վերցնել։ Հարգելի գործընկերներ, մեր ժամանակը սպառվեց։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի COP17-ի կազմակերպման աշխատանքների մասին հարցներ գործադիրի սեղանին։ Միջոցառումը Հայաստանը կհյուրընկալի հոկտեմբերին, 2 ամսից Հայաստան կգան կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ եւ տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ Դրանք նախորդի առաջնորդների գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսում է ընդունել երկրի վերակյանքի պահպանման համար խորագրով Երևանի հռչակագիրը։ COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում իրականացվելու Կումնիկ-Մոնտրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում եւ աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը։ Հիմա ֆունդամենտալ հարցը հետեւյալն է, մենք պատրաստ ենք կամ հոկտեմբերի 1-ի դրությամբ պատրաստ կլինենք ամբողջ ծավալով այդ եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ մասշտաբի միջոցառում
մեր երկրում նախկինում երբեք տեղի չունեցել։ Ոչ ծավալներով, այսինքն մասնակցության թվով մենք նման մասշտաբի միջոցառում Հայաստանում չենք հասկացրել, վստահ եմ մենք ժամանակին շենքը կավարտենք, կհանձնենք, նաև այլ կազմակերպչական հարցեր, քանի որ միայն շինարարությունը չի։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պորտֆելը Ալեն Սիմոնյանին բաժին հասավ։ Վարչապետ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը ազատվեց պաշտոնից։ Փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց խորհրդարանի նախկին խոսնակը։ Փաշինյանը նաև բացի Կոտայքի մարզպետից իրենց պաշտոններում վերանշանակել է 9 մարզերի մարզպետներին։ Ազգային ժողովի նախորդ գումարման падգամավոր վերջին խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստանի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նա որպես մեղադրյալ է ներգրաված ընտրական հանցագործության դեպքով քննվող վարույթում։ Քննիչը պատրաստվում է դատարանից պահանջել Գրիգորյանի կալանքը։ Նորընտիր խորհրդարանում շարունակում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի շուրջ քննարկումները, մինչև այս պահը 12-ից միայն 4 հանձնաժողովին են հասել падգամավորները։ Այն արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է, իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այն նախագահելու համար առաջադրվել է падգամավորներից Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Ի պատասխան ընդդիմությունից ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին Խանդանյանը հայտարարել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրենց իշխանության համար արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ, իր կարծիքով պետք է երբևէ եղած չլիներ։ Կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը, որպես մեր ազգային խորհրդանիշ, շարունակում է կատարել իր դերը առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը։ Եվ երկրորդ, ցեղասպանության հարցը եւ պետական ճանաչումը Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթություն է։ Աշխարհի երկրների պետական ճանաչումը։ Ոչ Հայաստանի Հանրապետության համար ցեղասպանության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին Անհետ կորած զինծառայողների 20 ընտանիքի աջակցությունը կերկարաձգվի եւս 3 ամսով։ Կառավարությունը 18 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 20 զինծառայողի ընտանիքների սոցիալական աջակցության վճարումները եւս 3 հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների համար։ Նրանք կստանան 300,000 դրամ։ Հայաստանում երրորդ երեխա ունենալու որոշման հիմնական խոչընդոտը ֆինանսական դժվարություններն են։ Այս մասին են վկայում Հերացի վերլուծական կենտրոնի առցանց հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցած 56 անձանցից 38-ը երեխաներ ունեն, սակայն նրանց միայն 23.7%-ն է ցանկանում երրորդ երեխա ունենալ։ Որպես հիմնական խոչընդոտ մասնակիցների 52.6%-ը նշել է ֆինանսական վիճակը, 42.1%-ը երկրի անկայունությունը, 36.8%-ը առողջական խնդիրները։ Երրորդ երեխա ունենալուն առավելապես կարող են նպաստել եկամուտների աճը, բնակարանային պայմանների եւ առողջական վիճակի բարելավումը։ 2026-ի հունվար-հունիսին կոնյակի արտադրությունը աճել է 9.5%-ով։ Ըստ վիճակագրական կոմիտեի արտադրվել է 7 միլիոն լիտրից ավելի կոնյակ, 100% սվիրտի հաշվարկով։ Միաժամանակ սա էական աճ է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, երբ արտադրությունը կազմել էր 6.4 միլիոն լիտր։ Հիշեցնենք 2025 թվականի ամբողջ տարվա կտրվածքով կոնյակի արտադրությունը նվազել էր 27.4%-ով։ Այս տարվա 6 ամիսներին գինու արտադրությունը աճել է 15.3%-ով, հասնելով 3.2 միլիոն լիտրի, իսկ փրփրում շամպայն տեսակի գինու արտադրությունը ավելացել է 34.2%-ով։ Միաժամանակ նվազել է վիսկիի եւ օղու արտադրությունը, համապատասխանաբար 33.6 եւ 16.5%-ով։ Մինչդեռ գարեջրի արտադրությունն աճել է 15.8%-ով, հասնելով 17 միլիոն լիտրի։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանի եւ Աբովյանի երկու տնտեսվարողների մոտ իրացվող 3 պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր։ Տեսչական մարմինը հանձնարարել է խաղալիքների իրացման կասեցում, հետկանչ եւ ոչնչացում։ Տեսչական մարմինը հորդորում է այն սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված խաղալիքները, կապ հաստատել մարմնի հետ եւ վերադարձնել դրանք երեխաների առողջությանը հնարավոր վնասից խուսափելու համար։ Ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով։ Նրա մոտ եւ մեքենայում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով ընդհանուր 47 փաթեթ, մոտ 47.7 գրամ քաշով։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Telegram-ի միջոցով իրացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքները ավարտվում են նախատեսվածից շուտ։ Կամուրջը կբացվի երթևեկության համար օգոստոսի 14-ին։ Մի շարք ավտոբուսային երթուղիներ կվերադառնան իրենց հիմնական ուղեգծերին՝ 3-րդ, 7-րդ, 8-րդ, 18-րդ, 25-րդ, 28-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 34-րդ, 35-րդ, 52-րդ, 57-րդ եւ 65-րդ համարների ավտոբուսները օգոստոսի 14-ից կրկին կանցնեն Կիևյան կամրջով։ Հիշեցնենք, կամուրջը փակվել էր հունիսի 17-ից, երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Նովորոսիսկին հասցված գիշերային հարվածի մասին։ Հարձակման հետևանքով վնասվել են կալիբր թևավոր հրթիռների համար նախատեսված ֆրեգատները եւ 2 պարեկային նավեր։ Դրանից բացի հարվածներ են հասցվել նաեւ նավթային պահեստին, հոբ համակարգի ռադիոլոկացիոն կայանին եւ նավահանգստային ենթակառուցվածքներին։ Վլադիմիր Պուտինը այցելել է Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզիախմբի Իտուրուպ կղզի։ Հիշեցնենք, երկրորդ աշխարհամարտից հետո երկու երկրների միջև պաշտոնական խաղաղության պայմանագիր չստորագրվեց հենց այս կղզիների պատճառով, որոնք ճապոնացիները ցայսօր իրենց հյուսիսային տարածքներն են համարում։ Եթե Միացյալ Նահանգները մեզ վաճառի Patriot հրթիռների 5%-ը, մենք կհաղթահարենք ձմեռը։ Ես ունեմ 1%, այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Զելենսկին։ Նրա խոսքով այս տարի Ուկրաինան 2.5 անգամ ավելի քիչ կալանիչ հրթիռներ է ստացել Patriot համակարգերի համար, քան 2025-ին։ Զելենսկին խոստովանել է, որ ավելի մեծ քանակությամբ հրթիռներ ստանալու համար փորձում է տարբեր գործարքներ կնքել, որոնց բովանդակությունը չի բացահայտել։ Ահա թե ինչով եմ ապրում, ես ամեն օր 1%-ից մինչև 5%։ Ես ունեմ մի քանի ամիս եւ միլիոնավոր հեռախոսազանգեր։ Ես փորձում եմ ինչ-որ մի բան փոխանակել հրթիռների հետ։ Ես անում եմ որոշ բաներ, որոնց մասին նույնիսկ չեմ կարող պատմել։ Դա չի նշանակում, թե դա անօրինական է, բայց ես չեմ կարող դրա մասին խոսել։ Հույս ունեմ, որ ինձ դա կհաջողվի։ Այժմ ես չունեմ 5%-ը եւ չունեմ նման հավանություն, եւ դա ինձ համար մեծ մարտահրավեր է, ամենամեծերից մեկը, որին բախվել եմ այս պատերազմի հենց սկզբից։ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի տեխնացու Ռաֆայել Գրոսին կարծում է, որ եկել է ՄԱԿ-ի վերջը։ Ըստ նրա, կառույցն այլևս արդիական չէ ու այն մեռնում է։ Գրոսին հայտարարել է նաև հիասթափության զգացողության մասին, կապված այլ ուղղություններով, մասնավորապես սոցիալական հարցերով եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարում, կազմակերպության աշխատանքի եւ ողբալի արդյունքների հետ։ Ես անմիջական վտանգ չեմ տեսնում ՄԱԿ-ի կործանման տեսքով։ Կարծում եմ, որ խոսքն ավելի շուտ մի տեսակ դանդաղ մահվան մասին է։ ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը, նա էական ավանդ չի ներդնում նոր ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների լուծման գործում։ Մարկո Ռուբիոյի խոսքով վերջին 1 տարվա ընթացքում ամերիկյան իշխանությունները ավելի քան 600 օտարերկրացու վիզա են չեղարկել, այսպես կոչված ծննդաբերական туриզմի դեմ պայքարի շրջանակում։ Ռուբիոն հայտարարել է, որ պետքարտուղարությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որը ստուգում է վիզա ունեցողների գործունեությունը եւ պայքարում նման սխեմաներ կազմակերպող ցանցերի դեմ, պնդելով, որ Միացյալ Նահանգների քաղաքացիությունը չպետք է դառնա շահույթի աղբյուր։ Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Բուլղարիան էլեկտրաէներգիայի վերգետնյա տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ բանակցություններ են անցկացնում։ Նոր նախաձեռնությունն ապահովելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը դեպի Եվրոպա։ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարարը նշել է, որ տարանցման հետ մեկտեղ Վրաստանը նաեւ սեփական էլեկտրաէներգիան արտահանելու հնարավորություն կստանա, ինչը մեծապես կնպաստի էներգետիկ ոլորտի բարձր մակարդակի զարգացմանը։ Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ երկրի արևմուտքում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 265 մարդ, շուրջ 500 մարդ համարվում է անհետ կորած, թեև այլ տվյալներով նրանց թիվը գերազանցում է 4100-ը։ Նրա խոսքով ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 25800 ընտանիք։ Օգոստոսի 12-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի հաղթանակ կամուրջ տանող հատվածում բախվել են 41-ամյա Վառանցովի Հոնգչին եւ 49-ամյա Կարենի Մերսեդեսը, ու մինչեւ կժամանեին ապա գործակալները Մերսեդեսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Օպերատիվ է ժամանել շտապօգնությունը, սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել։ Բժիշկներն են արձանագրել նրա մահը, Հոնգչիի վարորդը եղել է սթափ։ Մահվան դեպքով հնարավոր է քննություն կատարվի
Երևանի քննչական վարչության կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Օգոստոսի 12-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին Հոնդան բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ֆորդին։ 4 հոգի տեղափոխվել են Հրացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ 5 վիրավորներից 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Բարեկները Վաշտի հրամանատար սա Գալստյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, սահմանազատել են տարածքը եւ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Առեղծված էին մահվան դեպքը եղել Մայրաքաղաքում Կուսան Շերամի փողոցի 28 կոտրակիոտ հասցե մեկնած բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնել վիրավոր 40-ից 45 տարեկան տղամարդու, սակայն պարզվել է, որ նա մահացած է։ Փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են ժամանել։ Իդեպ համայնքային ոստիկաններն ու քննիչները օպերատիվ գործողությունների արդյունքում ձեռք բերված տեսանյութում պարզել են, ինչպես է քաղաքացին ընկնում տանիքից։ Դեպքի վայրեն ժամանե ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալացիայի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունյացյանի գլխավորությամբ։ Եվ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում մեքենա է այրվել։ Հրշեջներն են ժամանել, այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաները, տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։